բախումներ է սպասվում, որից ես անհանգստանում եմ։ Այս ընտրություններից հետո էլ Կրեմլը մեզ հանգիստ չի թողնելու, ագենտուրան շատ լավ է աշխատում։ Մի փոքր հողատարածք կտրվի, բայց ոնց որ դուք եք նշում, ավելի շատ հետ կվերադարձվի Հայաստանին, որովհետև հենց սահմանների հարցը լիարժեք կարգավորված չի։ Այո։ Կմնա հին իշխանությունը դեռևս։ Ուղղակի իր պաշտոնը շատ դժվար կպահի ու մեր վարչապետին մի քիչ վտանգ է սպառնում դեկտեմբեր ամսին։ Ինքը պետք է ազգուշ լինի հենց իր մարդկանց միջից, կարող է իրան դավաճանել։ Մեր բանակը կլինի ավելի հզոր, ավելի կայուն, ավելի ստաբիլ ու մեր բանակի հիմքերը կլինի ավելի ամուր։ Պատերազմ կլինի հենց մեր երկրի ներսում, մարդկանց մեջ, այդ է վտանգը։ Ու բախումներ շատ կլինի, անգամ կարող է այդ բախումների ժամանակ մարդիկ մահանան։ Ղարաբաղը հետաբերելու շատ հզոր ղեկավար։ Ովքեր կգնան Ղարաբաղի հողի վրա ապրելու, խոսքը ադրբեջանցիների մասին է, հետևում չորացած հասկերն է։ Իրանք հաջողության չեն հասնում։ Բարի ողջույն, հանդիպեցինք, այսօր էլի իմ սիրած, էլի հավանած տղան է իմ հյուրը, մեր հյուրը, դա մեր Արմանն է։ Ես որոշեցի, որ էլի նորից Արմանը ներկա լինի, որովհետև ընտրությունները որ լինում են, ես իմ մասնագիտությամբ, Արմանն իր մասնագիտությամբ, տեսնենք ինչեր հենց ցույց կտա իր կարտերը, տարոն, որտեվ անկեղծ ասած ավարտ հետել անցյալ անգամ ասեցինք, որ ընտրությունից հետո էլ այդքան լավ չի ու ես ինչ կխնդրեի, որ լարվածություն չլինի, որովհետև բախումներ է սպասվում, որից ես անհանգստանում եմ։ Աշխատեք այտենց որտեղ որ այդ ամբողջները մեջը չլինեք, ով ընտրում է, լսեք ձեր սրտի ձայնին, միայն ձեր սրտի ձայնին, եւ կողմնորոշվեք, եւ մի ասեք չեմ ուզում գնամ ընտրության, ձեր ձայները կվաճառեն, որտեղ խարդախություն լինելու է, կա խարդախություն, եւ որոշ կուսակցության ղեկավարներ իրանց ճիշտ չեն պահում իրանց լեքսիկոնով, ավելի ժողովրդին հրահարում են, իսկ դա հայրենասիրություն չէ, որը ցավ է տալիս։ Ես մի քանի օր առաջ բանակի այդ մեր շքերթը տեսա, ես հուզվել եմ։ Ու դրսում բնակվող մեր բնակիչներն էլ հայերը շատ են հուզվել, ամեն ինչ շատ լավ էր, շատ լավ։ Դեռ այնքան բաներ կա ավելի լավ զենքի հետ կապված, մեր բանակը իրոք ամուր է լինելու, զինված է լինելու ամեն, մենք զենքեր արդեն կվաճառենք, որտեղ մերը լավն է լինելու։ Ու Հայաստանի վիճակը գնալու լավ կլինի, մենակ մի քիչ սեր թող լինի ձեր մեջ, սեր, այս սերը որ չեղավ լավ չի, էլի եմ խնդրում, հիմա Արմանին էլ կասեմ, տեսնեմ ինքը իր կողմից ինչ կասի, որ այս ընտրություններից հետո էլ Կրեմլը մեզ հանգիստ չի թողնելու, ագենտուրան շատ լավ է աշխատում, ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը փլուզվի, պետականությունից ընկնի, բայց դա չի ընկնելու։ Ու այստեղ ես նորից էլի կասեմ ու ինչքան էլ ինձ կապեք Նիկոլական, այս կոմական, մենք կոմա, ես ական չեմ, ես յան եմ ու ում կողմ եմ, ես ինքս գիտեմ եւ ինչ էլ անում եմ, ասում եմ, լավ եմ անում, դա իմ իրավունքն է։ Այսքան անեծքներ, այսքան չարախոսություններ, այսքան ամենավատ բացասական, ամեն գեղացի, ամեն տգետ, ամեն որ ինքը ոչինչ չի արել մարդու մատից փուշ չի հանել, մենակ իրան կարա ցույց տա, որ ինքը ինչ-որ բան գիտի, նա ոչինչ էլ չգիտի, եթե մարդ իրոք բան գիտի ու հայրենասեր է, ինքը ժողովրդին իրար դեմ չի լարի, ու վարչապետին պահում է իր հավատքը, իր աղոթքը, իր սաղմոսը, իսկ Աստծո դեմ ոչինչ հնարավոր չի անել, ու մի քիչ հավատացեք մի քիչ, որ մեր երկիրը լավ է լինելու, ես նորից եմ կրկնում, աշխատեք ընտրություններին, ամբողջների մեջ չլինել, որովհետև լավ բաներ ես չեմ տեսնում, իրոք չեմ տեսնում, դա մեզանից է կախված, գնացեք լուր ձեր ընտրություն արեք ու գնացեք ձեր տները, քթներդ ամենտեղ չմտցնեք, որովհետև անելու են այն մի կողմ ամեն ինչ, որ ես խաժապուժեր, ամեն ինչ վատ բաներ լինի, միջայելները մեղք են, իրոք մեղք են առանց զգալու, դոզայի տակ իրան գնալու են, առանց հասկանալու ինչ են անում, եւ այդ մեծերը, այդ խալաթավոր մարդիկ օգտվելու են այդ մարդկանց թուլությունից ու անգրագիտությունից։ Ոչ մեկը այդ ասաց, որ մի տաքսիստ ասեց, տեսած մարդ են նրանք հարուստ են, ունևոր են կգան, այս կանեն են կանեն, ոչ մի բանը չի լինելու սուտ է դա։ Ոչ մի բան, որտեղ իրանք արդեն գնում են սննկացման,
ու շատերը էլ չգիտեք, որ իրոք նրանք գնում են սնենք ասման։ Այսքան հիմա տեսնենք Արմանն ինչ կասի ընտրությունների համար, ինչպես կընթանան ընտրությունները, Արման ջան, ասա։ Դե ընտրություններն արդեն ասեցի կանցնելու է բախումներով, անգամ ծեծ կրտուկներ կարա լինի այդ ամբողջի մեջ, դրա համար լավ կլինի, որ իրանք ամբողջների մեջ հանգարց չմտնեն, ոնց որ դուք նշեցիք։ Ընտրություններին ոչ մի բան կեղծ չի անցնելու, ամեն ինչ կանցնի արդար ու նորմալ, ոնց որ պետք է լինի։ Ով հաղթեց, դա է արդարը։ Ով հաղթեց, այո, դա արդար է։ Հողատարածքների հետ կապված շատ հարցեր կդնեն, կքննարկեն, այնտեղ լիքը ապատեղեկատվություններ կտարածվի, մեծ խոճապ կմցնեն մարդկանց մեջ կապված հենց հողատարածքների հետ, բայց ուզում եմ ասեմ, խոճապի մի մատնվեք, որտեղ այդ հարցը կլուծվի անպայման, ի օգուտ մեզ կլուծվի, ոչ թե ի օգուտ թշնամու։ Այդքան պետք չի ապատեղեկատվություն տարածել ու մարդկանց գցել խոճապի մեջ, մարդկանց շեղել ճիշտ ճանապարհից։ Սահմաններ կտրվի թե ոչ, այս հարցն եմ տալի, որտեղ Ալվարդին էլ եմ այդ հարցը տվել։ Մենք որպես աստղաբան մենք գիտենք որտեղից ինչա գնում, եթե մի այսքան տրվեց, այսքան հետա գալու։ Որտեղ այդ հարցը եւ մեկ էլ այդ որ այդքան ասում են, քանի հազար ադրբեջանցի պետք է կա, երկուսն էլ սուտ է։ Դե դա սուտ լուր է, պատեղեկատվություն են անում, մի փոքր հողատարածք կտրվի, բայց ոնց որ դուք եք նշում, ավելի շատ հետ կվերադարձվի Հայաստանին, որովհետեւ հենց սահմանների հարցը լիարժեք կարգավորված չի։ Այո։ Մեր Հայաստանին մոտակա 3 տարվա ընթացքում շատ լավ փոփոխություններ է սպասվում, շատ մեծ առաջխաղացում է սպասվում, բայց տեսեք, այստեղ կմնա հին իշխանությունը դեռևս։ Ուղղակի իր պաշտոնը շատ դժվար կպահի ու մեր վարչապետին մի քիչ վտանգ է սպառնում դեկտեմբեր ամսին։ Ինքը պետք է ազգուշ լինի հենց իր մարդկանց միջից, կարող է իրան դավաճանեն։ Դավաճանների իր կողքը կա։ Հա, հենց իր մարդկանց միջից է ցույց տալի, հենց ԿՓԱ-կաններից ինչ որ մեկը Միշտ եղել դավաճանների իր կողքը, բայց մի բան էլ ասեմ, ինքը կանցնի պրոստը արդեն պետք է կարենա պահի իր դիրքը, դժվար է լինելու հետագայում իր համար այդ պաշտոնը պահելը, որտեղ ինքը մեծ վտանգներ ունի, որը պետք է անցնի։ Ու գիտեն, որ հաջորդ տարի, որտեղ կույսում է գտնվել է Յուպիտերը, կարգ ու կանոն է սիրում կույսը եւ շատ շատերը ովքեր խառնել են, ովքեր Հայաստանից իրոք իրական ովքեր Հայաստանից վիճակի մեջ են եւ իրոք Հայաստանը վաճառել են, այ իրանց է պատիժները ստացել։ Իրանց պատիժներ սպասվում է շատ մեծ։ Այդ ժամանակ երևա իրոք վարչապետը մեղավոր է թե ոչ։ Դե հիմա խմորումներ շատ կլինի, իրարանցումներ շատ կլինի, ապատեղեկատվությունները շատ կլինի, մարդիկ չեն հասկանա ում լսեն, այս կոմը թե այն կոմը, որտեղ հիմա հայազգը բաժանվել է 4 մասի։ Իրանք չգիտեն որ ուղղությամբ գնան, որ ավելի ճիշտ լինի։ Ոնց որ ասում են, ապագան ամեն ինչը շատ ճշգրիտ ցույց կտա։ Ուղղակի գիտեք, ինչքա պետք չէ այդքան այս մանավանդ այս ընտրությունների ժամանակ հայհոյանքները ահավոր շատ է։ Հայհոյանքներ, անեծքներ դրանք հետագայում վատ անդրադառնում հենց մեր ազգի համար, որտեղ այդ մեր ասած հայհոյանքը, մեր ասած անեծքը մնում է մեր երկրի ներսում ու դրա սխալները քաշում ենք մենք։ Ես ինչից եմ շատ անհանգստանում, չգիտեմ որքանով դու տեսել ես դա կամ կարելի է նայել այդ երկնային աղետները։ Ինչքան հիմա հայհոյանքն ու անեծքը գնաց, այնքան աղետները կշատանա, որտեղ էգրեգորը չմոռանանք այդ մարդկանց մտքերի հավաքածուն է, որ բարձրանում է վերև, այս անձրևները հենց այնպես չեն, կայծակներ, տեսեք ինչ ոռնոց է գնում ամպերի, ինչ որոտ է գնում կայծակ, այդ ամենը հավաքված հետա գալիս, ու դեպետը նորից էլի կգժվի, որ Ալավերդին ինչքան լավն է արա, լորի, այդ դեպետը հենց չի գժվում, փրփռում ու գժվում, որ ինչքան աղբը, տեսեք գետերն ինչքան գժվում են, եւ այդ սելավները բոլում, տեսեք ինչեր է հետը քշում բերում, դա անցյալի մտքերն ու կեղտն է, ամեն ինչ պոկում, ծառ, հող, թուփ, կտուր, ամեն ինչ պոկում բերում, միջև անգամ անասունները, մարդիկ, այդ նշանակում ավելնորդ բաներն է մաքրում։ Տարավ, հա, մաքրեց տարավ։ Այդ հրդեհները հենց այնպես չիլում, որ վառվում է, կրակ է։ Դրանք սա համատարած չիստկա է գնում, մաքրում է գնում։ Ու դրա մեղավորը հենց մենք ենք, մեր անեծքներն է, մեր հայհոյանքներն է, մեր բացասական մտքերն է։ Տեսեք, հայ ազգին, հային ոչ մեկ չի կարող կոտրել, եթե հայը համախմբված է, բայց եթե հայը ցիրուցան է լինում, այն ծառի ճյուղերի պես կարան մեզ կոտրեն։ Ինքան բան կա ասելու, խար, ինքան բան կա, զայրանում եմ, շատ զայրանում եմ ես, այս
Շքերթի համար եմ ուզում ասեմ, ես հուզվել եմ շատ-շատերը սրտանց հուզվել են, ես լաց է լինում, որ նայում է ուրախությունից, ասում եմ, այս ինչ լավ է, այն աղջիկների են զինվորականները այդ քայլելը, այդպես բան չի եղել այդ աղջիկներին, այն ռոբոտային շները, այն եռագույնի գույները են, որ ինքնաթիռները ծոխել թողեցին, ամեն ինչը շատ գեղեցիկ լավ է, ինչի մարդիկ չեն ուզում այս լավը տեսնենք, ուր է ձեր աչքերը, ու կարդում եմ կոմենտները, ես կարդում եմ, ինձ շատ անգամ ասում եմ մի կարդա, բայց ես կարդում եմ ավելի եմ զայրանում մեր ժողովրդի սահմանափակ լինելը, այսքան չարություն մի մարդու մեջ, այդ որտեղից է հավաքվել, հա, թեկուզ դրանք այդ կեղծիքները լինեն, այդ ֆեյքեր են ասում ինչ, դա մարդ չէ մորից դուրս եկած, մորից արգանդից դուրս եկած ջուր ախմում, օդնաշնչում, որ մենք բոլորս գրել են, այս ինչ պարադա, հացի ավտոները ներկել են, հանել են դոս, սա ասելու բան է, այդ մարդու լեզուն ոնց չի պապանցվում։ Դե տես բաները միշտ էլ եղել է, եթե ինչ-որ նորություն ենք մտցնում մեր երկրի մեջ, իրանք պետք է մի հատ վատ բան գտնեն ու խոսան դրա վերաբերյալ։ Հետո ախրխի մեր ազգը սկսեց լավ բաները չտեսնել, որտեղ մենք շատ զոհեր տեսանք ու դրա համար իրանք չեն կարմել ոչի բանի հավատան։ Դա ինչ կապ ունի 41 թվին համաշխարհային պատերազմի չի բա այդքան չեն ծաղկեց։ Մեր երկրաշարժի մեր պատերազմից հետո երկիրը գնաց ծաղկեց կապ չունի ոնց որ բայց միասնական ենք։ Այս դավաճանությունն է մեր կործանումը։ Դե դրա համար եմ ասում միասնական էին այն ժամանակ ժողովուրդը, դրա համար մենք առաջ գնացինք, բայց հիմա միասնականություն չկա։ Այս զինանշանի համարել են էլի չարչար։ Շատ լավ զինանշան մեջտեղի նշանը համարում են это հրեական նշան, այնտեղ հրեական չի, դա հայկական է։ Բոլորն էլ հայկական են, դե հրեական ոչ մի բան Այդ թուրը մի կողմի, խաչը մի կողմին դրա վրա են խոսում, այդ խրոխտ աղծիվը լավերում, այնտեղ մեկը խոսում է, որ ինքը մասնագետ, արծիվի լեզուն նայեք, այս ինչ սահմանափակ բաների հետ է վարանգել։ Ես ուզում եմ այսպեսի հարց քեզ տամ։ Նախ այդ զինանշանների մասին դա մասնագետ է պետք հատուկ, ոչ թե ինչ կերպ զինանշան ուզում են անեն, էլի մեր ժողովուրդը գտնելու, էլի մի բան խոսելու, էլի մի բան կասեն սխալ է, որտեղ դե մեր էությունն է ձվի մեջ մաս փնտրելը ու հերիքա։ Եթե դուք հայրենասեր եք, եթե ձեր սիրտը ցավում է Հայաստանի վրա, պետք չի չարանալ իրար հանդեպ, իրոք միասնական եղեք, մի բռունցք եղեք, մի թողեք, որ ձերես ասա, դու գիտեք, թե մեր թշնամին չի նայում, չի կարդում ես ամեն ինչը, ամեն ինչն էլ կարդում են և ուրախանում են, այդ քարտեզի համար էլ ամեն ինչի համար, հերիքա բերաններդ փակեք, ով մասնագետ չի, ձեր լեզուները փակեք, զբաղվեք ձեր գործով, ինչքան կարաք սեր մտցրեք ձեր ընտանիքում։ Ու մի բան այստեղ ուզում եմ ասեմ, ես հիմա քեզ հարցը կտամ, որ քո գործիքները հանեց գործիքներով աշխատացնես, աստղաբանների մասին եմ ուզում ասեմ, որ աշխարհի բոլոր աստղաբանները նույն մոլորակներով են նայում, նույն այդ էֆեմերիդներով են նայում։ Այդ ոնց են դրանք չեն տեսնում, որ Հայաստանը ծաղկունք է գնում դեպի, չեն տեսնում, ով է այդ ծաղկունքը բերում, ով է քանդում։ Այդ ինչը մենք տեսնում ենք, ես տեսնում եմ, Ալվարդը տեսնում է, այնտեղ Լենինգրադ էլի ես ունեմ էլի մասնակետ ասա, նա էլ տեսնում է, որ ամեն ինչ լավ է, ճիշտ է գնում։ Այդ ոնց են սրանք այդ վատը տեսնում։ Դրանք կա մի բացատրություն, որտեղ իրանք անգրագետ են։ Չէ, իրանք լավն են, իրանք հայրենասեր են, որովհետև հայեն ասում են, ով իրանց է չի թուրք է, այս ինչ խոսալու բան է, Նիկոլական, չհոգնեցին, Նիկոլականս որն է, ինձ մի հատ ասա, որն է Նիկոլականը, այնքան մարդ կա, որ իրոք վարչապետի կողքն է, բայց վախենում է ձայն հանի, որ անեցքի տակ չընկնի։ Լավ, հիմա հարցն եմ ուզում ես տամ, առաջի հարցը, ինձ դա շատ հետաքրքրում է, չնայած ես ինքս տեսել եմ այդ, որպես մասնագետ եմ նայել զինանշանի, մանրակրկիտ նայել եմ, ու Հասմիկ Բաղրամյան կա, որին շատ ընդունում եմ իրան, շատ վաղուց ես իրան գիտեմ իր երիտասարդ տարիներին, տարազների մասին, մեր հայոց մշակույթի մասին, մեր երգերը, գրագետ հայրենասեր մարդ է, իրոք հայուի է ինքը իր առողջ ընտանիքով, նա էլ ընդունեց գերբը, արդեն իր էջը, հենց այդ գերբն է, զինանշանն է մեր դրը, եթե սխալ լիներ, ինքը դա չէր տնի, մեր գիմնը, երգը, հիմնը,
Այդ դրա համար էլ ինքը ասեց, որ առաջվան ճիշտ չէր ու ավելի որ նա ճիշտ լինելու։ Արման ջան, ես ուզում եմ դու քո գործիքներով նայես, տեսես ինչպես, որտեղ ինձ համար շատ հուզող է, ու չեմ ուզում որ ամեն տգետ իր կարծիքը թելադրի, որ ինքը մասնագետ չի, զինանշանների մասնագետ չի, դա հատուկ մասնագետներ կան, բայց կան վհուկներ, որոնք սիմվոլների վրա աշխատում են, դա բոլորովին ուրիշ բան է, այդ էզոտերիկան էլ թող չբերեն ավելի լուրջ բաներ այդ խառնեն դրանք, ամեն մարդ թող իր կարծիքն իրան պահի, թող իր կոշիկի մասին խոսի, կոշիկը ճիշտ ահակի, ինչ գույնը հագե, որ ձեռքով շնորհուկը կապում։ Բանակի զինանշանը, որ փոխվել է արդեն հրապարակում էլ բոլոր կպցրած են, արդեն համազգեստներին էլ է կպցրած, որքանով է դա ճիշտ, մեր Հայաստանի, մեր բանակի համար ինչպես կծառայի։ Շատ լավ։ Նախորդ ասեմ ինֆորմացիան ոնց ստացա ես, այտենց էլ կհաղորդեմ։ Մեր բանակի զինանշանը, որ փոխվեց, դա ինչպես կծառայի։ Ի օգուտ մեզ, թե ի վնաս մեզ։ Բանակի զինանշանը, որ փոխվեց, դա ինչպես է ծառայելու։ Խնդրեմ, նայեք, 6-ը ժեզլովը, տեսնում եք ոսկե գերբը ձեռքը։ Այսինքն շատ լավ, հաղթանակների մասին է խոսում, առաջ խաղացման, առաջ ընթացի։ Ես գիտեմ, որ լավ է լինելու։ Խոյի նշանն է, խոյը հենց առաջ գնալու մասին է խոսում։ Այդ մեր հայկական է խոյը։ Ավել քարտ ես չեմ ուզում անել։ Իր այդ գլխարկի վրա խոյի նշանն է։ Խոսում է հաղթանակների առաջ խաղացման, ավելի հզորացման մասին։ Ավել քարտ չեմ ուզում անել։ Մեր բանակը հզոր կլինի։ Էլ բան չես ասում։ Չեմ ուզում ավել քարտ անել, որովհետև ինքը դրական է ցույց տալի ու ինքը միանգամից իմ հարցին տվեց հստակ պատասխան։ Եթե ես կասկածեի, կհանեի նորից քարտեր, բայց ավել քարտերը բացելու կարիք չկա։ Հեսա հենց ոսկե գերբը տղայի ձեռքին։ 6-ը ժեզլովը խոսում է հաղթանակների, առաջ խաղացման, հզորացման մասին։ Ես բավարարված եմ, շնորհակալ եմ։ Ու գիտեք ինչ կա, այս փոփոխությունները sense կտրուկնախ չի լինելու, դա պետք է գա դանդաղ, աստիճանաբար։ Մեր բանակը ավելի հզոր, ավելի կայուն կլինի մոտակա 6 տարիների ընթացքում։ 6։ Մոտակա 6 տարիների ընթացքում։ Համիանգամից հնարավոր։ Շատ նորություններ կմտցնեն, այնքան նոր բաներ կունենանք, որ ոչ մեկ դրանից չի ունենա։ Մենք հրաշալի ֆիզիկներ ունենք։ Ու գիտեմ, ես մի 3 տարի առաջ գիտեի, որ նոր զենքեր է մեզ մոտ լինելու, արդեն սկսվում էր այդ ժամանակ, ու պետություններ կան, որոնք մեզանից զենք կգնեն։ Ստեղ 7 գավաթները խոսում է իլյուզիաների մասին, մարդիկ ով չեն տեսնում իրականությունը, այլ տարվում են իլյուզիաներով ու ապա տեղեկատվություն են տարածում, կարան ավել պակաս խոսանես մեր բանակի զինանշանի մասին, բայց ես վատ բան չտեսա։ Եթե ես վատը տեսնեմ, կասեմ վատ, ես ոչի բան չունեմ թաքցնելու, բայց միանգամից շատ դրական քարտ դուրս եկավ ու տարոյի մեջ էլ հենց այնպես ոչ մի քարտեր դուրս չի գալիս։ Հա։ Մի քիչ վտանգավոր են։ Տեսեք, այստեղ տղամարդը փակ աչքերով փորձում են փակել իրականությունը մարդկանցից, որ մարդիկ չտեսնեն իրականությունը, ինչա կատարվում իրանց սուտ ապա տեղեկատվությամբ։ Էլի հարց ուզում եմ տամ։ Այն հարցերը, որ ինձ ուզում է, եւ ես սովորաբար այնպեսի հարցեր եմ տալի, որ գիտեմ ժողովրդի հուզող կողմն է։ Ովքեր են այդ մարդկանց աչքերը փակում, որ չեն ուզում իրականությունը տեսնեն, թե հենց մարդն ինքն է այդպեսի, քանի որ ինքը անգրագետ է, սահմանափակա տգետ է։ Այս թե իրոք այդքան ասած, չեմ ուզում ես բոլորին վաճառված ասեմ, որտեղ դա սխալ հասկացողություն է։ Գրոշամոլներ շատ կան։ Դե վաճառվածը մի կողմ դնենք, որտեվ հիմա մեր չեմ ուզում վիրավորեմ ազգին, բայց մեծամասնություն բոլորին չի վերաբերվում ասածս, բայց մեծամասամբ իրանք ունեն գիտելիքի պակաս, ով ինչ ասում է հալած յուղի տեղ կարան ընդունեն միանգամից։ Գիտեն, եթե մարդը հարուստ է, ուրեմն ամեն ինչ գիտի։ Բայց այդպես չի։ Համենայն դեպս ես վատ բան չտեսա, մենք առաջ կգնանք մոտակա 6 տարվա ընթացքում նամանավանդ մեր բանակը կլինի ավելի հզոր, ավելի կայուն, ավելի ստաբիլ ու մեր բանակի հիմքերը կլինի ավելի ամուր։ Եվ մեր հետ հաշվի կնստեն այն երկրները, որոնք մեզ դավաճանել են, որ ես ասել եմ 3 տարի առաջ ու շատերը չէին հավատում ու Հայաստանը, քանի որ քարտեզի վրա մի հատ քորոց էր, հիմա Հայաստանը եւ մեր բանակով եւ հենց վարչապետով ճանաչվեց, ինչ էլ ասեն, որ վարչապետը դրսում իր վրա ծիծաղացնել է տալի, ոչ մեկն էլ չի ծիծաղում, թոսուց չխոսը։
թող ծիծաղեն, բայց ճանաչվեց Հայաստանը ու հենց այնպես չէր, որ այդքան եվրոպացի ամբողջ Եվրոպան կարելի ասել եկավ Հայաստան։ Ես ինչ մի հարց էլ ուզում եի տա, այդտեղ պատերազմ ես գիտեմ, որ չի լինի։ Հայաստանը իրոք գնում է լավ վիճակի, բայց դու ինքդ ասա։ Դու ինքդ մի բան ասա, մի հետաքրքիր մի բան ասեմ, բայց ես օրինակ դեմ չէի, որ երկրի օրներքը փոխվեր, որովհետև այդ հնչյունները գնում է մեռած հնչյուններ, իջնում է դեպի ներքև ու տանում է դեպի մահվան։ Այդ մի բանը որ փոխվեր շատ լավ կլիներ։ Օրհնեքը։ Այո, որովհետև հնչյունները մեռած է, լրիվ իջնում է ներքև։ Ամեն ինչ կամաց է, մի անգամից չի լինում։ Նոր ենք մենք ձևից դուրս եկած, նոր։ Ես տեսնեմ ինչ ունեմ այստեղ գրած։ Մեր բանակը իրական բանակ է, հա, երբ որ այդ Արցախյան Ղարաբաղյան պատերազմ 44 թվականի դավադրություն էր, դա պատերազմ չէր, իրենք չգիտեն, որ այսքան երկար է տևելու, որտեղ գիտեն, որ հիմա կգան, կխփեն, կջարդեն, կգողանան, կվերցնեն ու վերջ, որտեղ մեր տղաները այդքան էլ ոչ կարգ են զինված ու այնտեղ Ադրբեջան ավելի շատ ու որը չեն էլ ասում իրանք շատ զոհերա տվեք, քան մեր տղաները։ Ու այդքան էլ չի, որ անդադ ասում են 5000, այդքան չի։ Մի ընտանիքից մի զոհ էլ եղավ, էլի դա զոհ է։ Ինչ են այդքան շատացնում։ Զայլա բերան գնում տարածում զայրացնող ու հուզող բաներ շատ կա, որտեղ մեր տղաները իրոք մարտիկ են։ Մեր տղաները չեն հարձակվել, մեր տղաները պաշտպանել են իրանց ու մինչև հիմա էլ պաշտպանում են ու կլինեն։ Միայն ես մի քիչ կանանք ստանամ, չնայած պատերազմ չլինի, որ հանկարծ եթե նման բան լինի, ով կգնա պատերազմ։ Այնտեղ կան իրոք հայրեն ասել դժտվող տղաներ, բայց այս որ հիմա սենց վատ բաներ են անում անուղեղ ու անպայման պետք, հա, այս հարցն էլ հիմա պետք է տամ, որտեղ Ալվարդի հարցը բարձրացրել ենք, Ռուսի լծի տակից դուրս գալ, որտեղ ստրկական վիճակում ապրել ենք մենք։ Մենք ձայն չունենք, ես լսում եմ մեկ տարբեր մարդկանց, դու ոնց ես Ռուսից դուրս գալի, որ չես մտածում, էլ Ռուսը մեզ երբեք չի պաշտպանել։ Ախր խիա մեր հայ ազգը որ ինչ որ մեկից կարճած մնա։ Բայց դա ստրկական վիճակ է, եթե մենք իրանք ինչ ասեն, մենք պետք է անենք։ Մեր բանալը պետք է փակ լինի, որտեղ մենք պետք է վախենանք Ռուսից։ Պուտին իրան բերանով ասեց, որ հանգիստ ես չեմ թողնելու։ Թողնենք մի կողմ, որտեղ շատ բաներ ընդեղ էլ սարքված լինում, այդ հարցն եմ իրոք ուզում տալ։ Արդյոք ճիշտ է, որ մենք Ռուսի լծի տակից պետք է դուրս գանք։ Ինչը որ հիմա վարչապետը արեց Կրեմլի հետ, ճիշտ էր այդ քայլը, որ մենք ուզում ենք Իրանից փոխվենք, բայց այնպես չի, որ մենք ընդհանրապես չշփվենք, որտեղ դա դիվանագիտություն է, բոլոր ազգերը հետ էլ պետք է մենք շփվենք։ Բայց հիմա որ մի պետություն է երկիրը Ռուսաստանի կողմ եղել, իր հետ իրան քաշատալու դեպի ճահիճ։ Համաձայն եմ։ Հիմա հարցը սենց տանք, որ ավելի ճիշտ լինի։ Արդյոք ճիշտ որոշում է, որ վերջնականապես Հայաստանը փոխվի Ռուսաստանից։ Այո։ Արդյոք ճիշտ որոշում է, որ Հայաստանը վերջնականապես փոխվի Ռուսաստանից, այո կամ ոչ։ Մագը դուրս եկավ, Ռուսաստանը մանիպուլյատոր երկիր է համարվում։ Ինքը սիրում է այդ ինչ որ երկրի հետ համագործակցեց, ու այդ երկրը մի քիչ փոքր եղավ, թույլ եղավ, ինքը պետք է իշխի։ Իր իշխանությունը պետք է դնի այդ երկրի վրա, օրենքները պետք է դնի այդ երկրի վրա։ Ես կարծում եմ, այո, որովհետև Իռոֆանտ արդեն ժամանակն է եկել, որ մենք մեր սեփական խելքով գնանք առաջ, ու մենք մեր գիտելիքով գնանք առաջ։ Մենք ավելի շատ գիտելիքներ ունենք, քան ռուսները։ Իրանք մենակ կարան շատ լավ հրաման տան, բայց իրանք չունեն այն պոլիտիկան, այն գիտելիքները, որը ունի Հայաստանը։ Այդ բանը շատերը չեն ընդունի։ Դե չեն ընդունի, հա, մեր գիտելիքները կան, իրանց խնդիրն է։ Ատոմշիկներ ունենք հրաշալի, ամեն ինչ, Լազարը մերն է, որ էլի ռուսը տարավ, մեզանից ամեն ինչ տարել է, ինչ ճիշտ են քո գործիքները, որտեղ նույն բան աստղաբանությունն ասում է։ Այստեղ եմ ես զարյանում, Արման, անկեղծ ասում եմ, Արման ջան։ Դե եթե ռուսը ինչ որ օգուտ չունենա մեզանից, sense մեզ չի ուզենա պահի իր ձեռի մեջ, որ մի քո օգուտ ունի, չէ։ Իրան օգուտ կա Հայաստանից։ Շահա։ Նայ որպես աստղաբան եմ ասում, ես ամեն ինչ Ալվարդ հետ սենց լուրջ հարցերով Ալվարդ հետ շատ եմ խորհրդակցել եւ
մտածված ես Ալվարդին բերեցի այստեղ եթեր բաց TV-ից, որպեսզի մարդիկ դա տեսնեն։ Ու որ Ալվարդը սենց ոգևորված խոսում էր մեկ-մեկ ես իրան ընդհատում էի։ Դա ես չէի ընդհատում, ուզում եմ, որ ես էլ իմ հարցերը տայի, որովհետև ես էլ ինչ եմ եկել, եթե պետք է ինքա խոսի, ես այդ հարցերը չտայի, ինք ավելի գլոբալ էր նայում ու ճիշտ էր նայում ու շատ գրագետ էր նայում։ Եթե որպես աստղաբան մենք տեսնում ենք, որտեղ ամեն անգամ Ալվարդը շեշտում էր, պետքա պոկվենք, հերիքա նրանք եւ արվեստի, եւ սպորտի, մշակույթի ամենտեղ ամեն գիտության մեջ միշտ ռուսը մեզ ճնշել է։ Միշտ պատա դրել մեր ինքը պետք է թույլ տար, որ ինչ որ բան լիներ։ Որ մենք չծաղկենք, որտեվ եթե հային մի քիչ թույլ թողեցիր, ամբողջ մեծ երկրները հենց Իսրայելն էլ հետը եւ Անգլիան էլ իրան գիտեն, եթե մեզ մի քիչ թույլ թողեցիր, այդ որ այդքան շատերը հрьяաներից վախենում, հենց հայերից են վախենում։ Դրա համար են ամեն կողմից այս աշխարհագրական դիրքներն այնպես է կառուցված, որ մենք թշնամիների կողքին ենք։ Շրջապատված ենք։ Հիմա որպեսի մենք ավելի բարձրանանք, որտեղ մեզ տերն է պահում։ Մենք հզոր պատմություն ենք, միշտ եմ կրկնել երկրի աղն ենք, այ պետք է միասնական լինենք, ոչ թե բսկտվենք, որպեսզի մենք ավելի հզորանանք ու տարածվենք։ Տեսեք, իմ ու Ալվարդի խոսքը այս Ռուսաստանի, Հայաստանի մասին ինչն է, ու հիմա դու էլ ես դրա համար եմ այսօր քեզ հրավիրել, դրա համար խնդրեցի։ Քո գործիքներն են նույն բանն ասում, որ այո, նույն բանը ցույց տվեց։ Եթե ցույց տա, որ սխալ կլինի, ես պարզ կասեմ, որտեղ ոչ մեկից վախենալ ոչ մի բան չունեմ, ընդհանրապես։ Հիմա մեկ ուրիշ մի բան։ Մի բան ասեմ, կներեք, ընդհատում եմ, մեր վարչապետի սխալն է, որ ինքը մի քիչ թույլ է։ Ինքը պետք է ավելի ուժեղ լինի ու ինքը չպետք է շարժվի էմոցիոնալ ֆոնով։ Հա, այդ իր նշանից է որպես երկվորյակ, բայց ես մի բան էլ ասեմ։ Ինքը հիմա շատ է սովորում, դիվանագիտություն, ակադեմիա է սովորում, որտեղ ինքը իր հավատը կորցրել է բոլորի հանդեպ, հիմա ինքն է ուզում գնա, ինքը հարցեր լուծի, ինքը ամեն ինչ անի, շատ տեղեր այդ որ շինարարությունը դպրոց մանկապարտեզ որ գնում է կախիչներ աստուգում ընդ միկին գրում է, բա վարչապետի սազում է գնա կախիչը ստուգի, լավ անում, որտեղ խափում են։ 1000 դրամանոց բանը 2000 դրամի տակ են դնում, դրա համար ինքը ստուգում ու ճիշտ անում։ Այդ մի կողմից։ Ինչ ես ուզում եի ասեի, որովհետև այդ մարդը համաձայն եմ, ճիշտ է, աստվածապաշտ մարդ է։ Ունդեղ գրում է, որ պետք է ներես։ Դու չէ որ մեր աղոթքի մեջ կա, հենց տերունական աղոթքի ներիր մեզ Տեր Աստված։ Դրա համար ինքը եւ ներում է եւ ներողություն է խնդրում, իսկ այնտեղ մի բիձուկ գոռում է, «Անչա ներողություն խնդրում, ների, այո, պետք է ների»։ Հենց այդ դրանով է մեր երկիրը պահվում։ Ներողություն խնդրելու մեջ վատ բան չկա, հիմա կարող եմ մի քիչ հակասող բան ասեմ, որտեվ սա բաց թեմա է, մենք ունենք ազատ խոսքի իրավունք։ Ինքը երկվորյակ է, ինտելեկտուալ նշան է համարվում, բայց եթե երկվորյակները շարժվում են իրանց էմոցիաներով, իրանք գնում են մինուսավոր։ Ինքը պետք է լինի շատ հավասարակշռված, պետք է լինի բալանսի մեջ։ Բայց Թրամփն էլ է երկվորյակն է, որ մի երկրի արժևա ցածրանա։ Ոչ մի։ Ես չեմ ասում երկվորյակները ցածրանում են, բայց մեր վարչապետը եթե տրվում է էմոցիաներին, ինքը մի քիչ իր լեվելը գցում է, որտեղ ինքն է երկրի դեմքի, ինքը պետք է բարձր պահի մեր երկրի անունը սյոտակի։ Եթե վարչապետը իրան տրված օրվանից եմ ասել, եթե ունենար մեջք ժողովուրդ իր հետ լիներ, իրոք թվում է թե իր հետ է, ես այն ժամանակ ասել եմ, որ դավաճաններ շատ են լինելու, շատերին վրա խոսացին, ինչ եմ այտենց բան ասում, միշտ դավաճան ժողովուրդ իր հետ է։ Հա, իր հետ է ժողովուրդը, ճիշտ է, ու բարի մարդիկ են։ Այն մարդիկ, ովքեր վարչապետի կողքն են, իրանք բարի են, ես նկատել եմ, որտեղ նրանց էլ եմ լսում նայում, այնտեղ էլ ճիշտ ու սխալ կա, այստեղ էլ ճիշտ ու սխալ կա, բայց որովհետև իրանք ճիշտ են հասկանում այդ մարդուն, իր աչքերին են տեսնում, որ ինքը լաց է լինում, աղոթքների ժամանակ լաց է լինում, չէ որ ասում է լացով աղոթքն է տեղ հասնում, բայց այդ դիտման չի լացում, ինքնին է լացում։ Տես ես նորմալ բան եմ խոսում, Արման ջան, իրականությունն եմ ասում։ Հիմա կգրեն, էլ իրա գով քարեցիր սազը ձեռդ լավ եմ անում ու ճիշտ եմ անում։ Ում մասին եք ուզում։ Հիմա ես Սերժ Սարգսյանին ավելի կարամ պաշտպանեմ, քան Քոչարյանին։ Որտեվ Սերժ Սարգսյանը հարցնել եմ Ալվարդի հետ շատ զրուցել, որտեվ ինքը ուզում էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր։
լիներ հենց մերը, բայց դա էլի Ռուսաստանը չթողեց։ Որտեղ Ռուսաստանը չանչը դրել է, դες Չինաստանի դեմ չի կարա, որտեղ նա հզոր է, Հզոր ավելի հզոր պետությունա է։ չի կարա։ Որտեղ ցերկը դնում է, այդտեղ փլուզվում է։ Բոլորին անում ուզում անի իրենով։ Ես էլ թողնենք, ես այդպես հարցեր չեմ ուզում խոսել, որտեղ դա մի քիչ ճիշտ չի։ Վերլուծաբան չեմ, ես ամեն ինչ աստղաբանությամբ եմ ուզում համեմատել։ Մի բան էլ դու ինքդ ասա, Հայաստանի մասին ասեցինք, որ ամեն ինչ լավ է լինելու, պատերազմ չի լինելու, Չեմ պատերազմ չունենք։ Քանի հազար չգիտեմ ինչ չեն գալու Հայաստան, չեն գալու։ Էդ էլ ապատեղեկատվություն, պատերազմ չի լինի շատ մեծ, բայց այ պատերազմ կլինի հենց մեր երկրի ներսում, մարդկանց մեջ, այ այդտեղ է վտանգը։ Ու բախումներ շատ կլինի, անգամ կարող այդ բախումների ժամանակ մարդիկ մահանան։ Այդպես վտանգներ կա։ Ինքնասպանություններ կան հիմա։ Այդ էլ է շատ լինելու, այո։ Տարիքային մեծ ու փոքր ահել ու ջահել տակա ինքնասպանություններ կլինեն, սպանություններ կլինեն, թունավորվածություն, բռնաբարություն, դեռ շատ բաներ սպասվում։ Այդ բռնաբարությունները շատ հլը որ կգնա։ Օրինակ, հա, ես կողմ եմ, որ այտենց բաների ժամանակ սահմանեն մահապատիժ, ոչ թե տանեն գցեն բանտ։ Հա։ Ամենաճիշտ որոշումը մահապատիժն է, որի մի երկու հոգու հրապարակում գնդակահարեն, մնացածի համար դաս կլինի այդ ամեն ինչը։ Չէ, ես գնդակահարելուն դեմ եմ, ինքը մահափրկություն է, մեռնում գնում այս աշխարհից ու մոռանում ենք։ Մեր երկու բուր հող են լցնում, պետք է կտրեն իր ինչ որ մասը։ Դե ինքը մահացավ գնաց, բայց վերևում հաստատ լավ ինքը պատիժ կստանա, բայց որ բանտում ես գցում ինքը գողի ձեռքը պետքա կտրեն։ Կաշառակերից երկու ձեռքը պետքա կտրեն, այն չարախոսանի ծողի լեզուն պետքա հանեն, ոնց որ եղել է հին ժամանակներին։ Շատ լավ օրենքներ ա եղել։ Ականջը, աչքը, ոնց որ մի վհուկի շիշը մցրել են աչքը քորացել է, հիմա էլ չարախոսում է ունիծում է Հայաստանի մասին, որ ինքը բացարձակ իրավունք չունի։ Ես սա էլ եմ ուզում ասեմ, այն հայերը, ովքեր որ դրսում են գտնվում, թող ոչ ոք, եթե իրոք սիրտը Հայաստանի մասին ցամա, թող բերաները փակեն։ Այնտեղից կարգադրություններ չանեն ու չանից են մեր երկրը։ Դե ուրեմն թող դրսից հայրենասիրություն չքարոզեն, թող գան իրանց ազգի մեջ, եթե խի են գնացել բա։ Մեր Հայաստանում նայեք, ասում են որ կան ինչ անեն, չէ, որտեվ շատերն ինձ ասում են Քոչարյանի ժամանակ գնացել ենք։ Հետ չեմ անդրադառնում, կարիք չկա։ Գյուղատնտեսություն, այգեգործություն, գինեգործություն, անասնապահություն։ Սա շատ լավ կլինի Հայաստանում ու կարան ֆերմաներ բացաներ, այնքան մենք ամայի սարեր ծորեր դաշտեր ունեն, կարան գան անեն ու իջևանատներ սարքեն, որտեղ туриզմը կլցվի, ամեն շատ-շատերը գալու են Հայաստան, որտեղ այնտեղ վատ է լինելու իրանց երկրում, կգան այստեղ ամեն ինչ կստեղծեն կդնեն ու դրանով Հայաստան ավելի փող կգա մի խոսքով ու ավելի լավ կլինի, մենակ ես դա լինելու է, դա սպասվում է միայն մի բանից է մի քիչ նեղվում, այդ խառը ամուսնություններ չլինեն։ Բազմամասնություններ, ես էլ եմ դրան։ Մեր հայը ռուսի հետ, մեր հայը գերմանացու հետ, ֆրանսիացու հետ հանկարծ դա չամուսնանես, արունը չպետք է։ Մեր գենետիկով մեր արունը շատ ուժեղ է, շատ բոլոր ազգերից, որովհետև հայեն էլ կնոջ ուղեղը դասական ուղեղ է համարվում։ Հզոր է մեր ուղեղը, մեր կինը հզոր հենց այնպես չի մայր Հայաստան, հենց այնպես չի։ Այդ կինը, որ կա միջևական ականջողն է երևում, այդ Սևանն է։ Որ ուշադիր նայեք, ականջը այդ Սևանն է։ Նույն Սևանի դիրքն է, ինչը որ Հայաստանի դիրքն է։ Դրա համար մեր Հայաստանում տիրում է մայր իշխանությունն ավելի շատ։ Հա դե մենք էլ կիսահրա ենք էլի։ Իրանք են հայ մեզանից դուրս եկած հրյաներն են։ Ես իմիջալոց Ղարաբաղցիքին եմ հրյա համարում, ասում իրանք են մեր հրյաներն են, որտեղ իրանք շատ խելացի են։ Ղարաբաղցին հենց նենց ոչինչ չի անում։ Այո։ Ես ուզում եմ ասեմ, վատ մի եղեք, դա շահը շատ է իրանց մոտ։ Ու իրանք միշտ լավ են ապրել։ Այո։ Այն սովորական գյուղացին է լավ ապրել, ինքը ամեն ինչ ունեցել է։ Սա էլ թող, հա, կարևոր հարց։ Ղարաբաղը հետ կգա։ Նայն, որտեղ Ալվարդին էլ եմ հարց տվել նման ձևի, այնտեղ ուրիշ հարց եմ տվել, այդ հարցը պետք չի խոսել, որտեղ դա խորքային է, բայց ուզում եմ նմանամ Ղարաբաղը, որտեղ սա հուզում է բոլորին։ Հետագայում Ղարաբաղ չի Արցախը։ Արցախը, լավ։ Հետագայում Արցախը նորից հետ կվերադառնա Հայաստանին։
հետագայում Արցախը նորից հետ կվերադառնա Հայաստանին։ Շատ չեմ խորհնա, որտեղ չի կարելի ապագան քանդել։ Դրա համար շատ մեծ աշխատանքներ է տարվելու հետագայում։ Այդ հարցն է շից հենց օդում կախված մնալու է։ Երկար տարիներ դեռևս ոչ, որովհետև այդ պահը դեռ չի հասունացել։ Դեռ մենք շատ տարիներ պետք է անցնենք։ Այստեղ ինքը դեռ ժամանակ է տալիս։ Երկու սրերը փակեց։ Դեռ չէ, դեռ ժամանակը չի։ Իսկ հետագայում հերրավոր ապագայում, այո, հետագալու իմպերատոր ոչ մենակ Ղարաբաղը շատ տարածքներ հետ կգան, շատ տարածքներ։ Բայց երբ որ այդ տարածքները հետ գան, արդեն մենք պետքա լինենք համախմբված, որ կարողանանք այդ հետ եկած տարածքները պահենք, որ նորից չկորցնենք։ Իսկ մենք տարածքները կորցնում ենք ում պատճառով, դավաճանների, կաշառակերների պատճառով։ Այո։ Դրա պատճառով էլ է հիմա այսպես եղել այդ 44-ն էլ այդպես եղել։ Մոտակա 7 տարվա ընթացքում ոչ։ 7 տարի։ Այո, 7 տարվա ընթացքում այդ հարցը հələ որ հանգիստ կմնա։ 7 տարի հետո նոր արդեն քիչ-քիչ ինչ որ շարժ կնկատենք։ Բայց Ղարաբաղը հետաբերելու շատ հզոր ղեկավար։ Բայց Ղարաբաղի ինքնուրույն պետք է լինի, դա է ճիշտ է, որտեղ ինքը առանձին է։ Ինքը իր պրեզիդենտ նախագահ կունենա ամեն ինչը։ Իսկ ես օրինակ ուզեի, որ Ղարաբաղը այն զնակը որ կա չէ, որ բաժանում է, այդ լիարժեք հանվեր, լիներ մեր Հայաստանի լիարժեք դրույշի տակ ու դառնար Հայաստանի մի մաս։ Հա, այդ աստիճան է։ Հա։ Ինքը մեր երեխեն է Ղարաբաղը։ Ու տենց է լինելու է, որտեղ այնտեղ ամեն ինչն է համով ու լավ, ամեն ինչը մի հատ շրջան է պետք սերնդի, մի հատ փոփոխություն ու այն մարդիկ ովքեր իրոք դավաճան են ամբողջ Հայաստանին, այդ բառն ասեմ, ովքեր իրոք սրիկա են ու թալանել են հանուն իրանց շահի կրպան, այդ դրանք պետքա մաքրվեն, իրանց քոքով պետքա մաքրվեն ու արդեն կգա Ղարաբաղը։ Համաձայն եմ, ու էլի ինֆորմացիա տամ էներգիան եկավ, տեսեք, տղամարդը կանգնած, հետևում ցուլ, բայց այս տղամարդու աչքերը կապած, այսինքն ներկայիս ադրբեջանցիները այդ Ղարաբաղում չեն կարա ապրեն անենց, ոնց որ ապրել են ղարաբաղցիները, ոնց որ ապրել են արցախցիները։ Միշտ ինչ որ բան կխանգարի իրանց։ Այնտեղ շատ իրարանցումներ է սպասվում, լիքը խմորումներ է սպասվում, դաժե այնտեղ մեծ կռիվներ կլինի հենց այդ հողի հետ կապված, որտեղ իրանք այնտեղ խախանդ չեն կարալու բնակություն հաստատել։ Իրանք գիտեն, այնտեղ ադրբեջանցիները։ Ու իրանք այնպես չեն կարա այդ հողը պահեն, մշակեն, ոնց որ արել են Արցախի մարդիկ։ Հենց նենց չի, որ հային մշակ են համարել, հենց նենց չի, որ մի քիթը մեծ է, որ հիմա գնում են շատ աղջիկներ այդ քիթը կտրում են կուրոս են սարքում, ռուսի քիթ են սարքում, հենց այնպես չի։ Այն մարդիկ, ովքեր կգնան Ղարաբաղի հողի վրա ապրելու, խոսքը ադրբեջանցիների մասին է, հետևում չորացած հասկերն է։ Իրանք հաջողության չեն հասնի։ Իրանք չեն գնա, իրանք այդ հային չեն ընդունում անենց, իրանց համար վատ է հայը շատ։ Դրա համար իրանք գիտեն, որ վաղը մյուս օր նորից վերադառնալու են, դրա համար ընդել չեն գնա։ Իրանք էլ է շատ այնց փախի եղել։ Տեսնեմ ինչ հարց ունեմ այստեղ ուրիշ։ Տես ինչ լավ կարևոր բան եմ գրել։ Կան մարդիկ, ում շատ են սիրում, եւ կան մարդիկ, ով ունի իշխանություն։ Այս ղեկավարության մասին եմ հիմնական ասել։ Բայց ընտանիքում էլ կարանք նայենք, դա։ Չէ որ տուն դա արդեն ընտանիք է։ Ամբարտավանություն ու գոռոզամտությունը հարված է ստանում հենց այդ մարդը։ Հիմա այս սպանություններ, ինքնասպանություններ, քաղցկեղ, ինսուլտ, ինֆարկտ, այս բոլորը այդ պատասխաններն են ստանալու, որ հաջորդ տարի ավելի շատ է լինելու, կույս պետք է մտնի, ինքը մաքրում է, զտում։ Հիմա տալիս ապաշխարություն, 27 թվականը տալիս է զտում, կարգ ու կանոն ու շատ բաներ, այ հողի տարածքի հարցեր կլինի այդ ժամանակ, որտեղ տարածք ինքը նշանակում, հիվանդությունների, նաև հեքիմական բժշկություններն ավելի ճիշտ են լինելու, այդ խոտաբույսերով բաները մեր ժողովրդական, պապենական բաներն ավելի ճիշտ են լինելու։ Այս տարի, չնայած այս տարի էլ կար լուսնային հանգույցից էր դա, մարդ իր իշխանությամբ հրամաններով է իր կյանքը ստեղծում, մարդ իր իշխանությամբ եւ հրամաններով է իր կյանքը ստեղծում, որը հետագայում հետագան հերոչի պատիժներ ունի ստանալու,
Մարդել կա իր սիրով, իր բարությամբ է իր կյանքը ստեղծում ու այդ ընտանիքներում երեխաները պարտադիր սիրո պտուղ են համարվում եւ առողջ են ապրում։ Ինչ ունեմ ստեղ գրած։ Հա, մեր տղաները որ 44-ի պատերազմի մասն եմ ուզում ասեմ, որ իրանց մտքով չեր անցնի, որ այսքան երկար կտևի, որտեղ իրոք մարտնչել են ու կրվեցին 4 հզոր պետությունների դեմ։ Դե մի պետություն չէր, տարբեր կողմերից վրա են տվել։ Եթե դրանք չկրային, մենք պարտադիր հաղթացենք, որտեղ նրանք Ստեփանակերտ չեն մտել պատերազմ արել, ընդեղ էլի մեր հայերի կողմից դավաճանություններ։ Դե ախր ամենամեծ մեր ազգի թերությունը դավաճանությունն ու ծախվելն է, հասկանում եք։ Իրանք դա գիտեն, այ վատը դա իրանք գիտեն, որ փողով վաճառվողներ են։ Քանի օգու բացահայտեցին գումարը վաճառվող, որ Հայաստանից Ադրբեջան նորություններ էր փոխանցում, անգամ այնտեղ $200, $300։ Տեսնում եք ինչքան անգել ախր մեր ազգի լեվելը։ Բայց չգիտեմ, սա բամբասան կլինի, թե ինչ, բոլորն էլ ամեն ինչ գիտեն այդ 44-ին ինչ էր կատարվել, այդ Լաչինին, որ փակել էին ճանապարհները, էլի գիտեի, որ քանի ամիս ժողովուրդը սովի մեջ էր, բայց պահեստում այնտեղ լիքը սնունդ կար, որ հայաստանցիք էին ուղարկել, սփյուռքներ ուղարկել, ինչի չեն հանում տային այդ մարդիկ ուտեն, կարաս ասես, քո դրամաբանությամբ ինձ ասա, այդքան պահեստներ, այդքան ուտելիք ուղարկեցին, ինչի չեն տալի։ Դե իրանց ձեռ տալի։ չէր տալի, որ մարդիկ թուլանային ու չկարենային մարտնչեին, եթե մարդը սոված, արդեն իր աչքին ոչի բան չի գալի, պատերազմի վախնել, պլյուս այդ ամեն ինչին էր ավելանում ու մարդիկ չէին հասկանում, ոնց մտածեն, որ ավելի ճիշտ լինի, ինչ քայլ անեն, որ ուղղությամբ գնան։ Այն մարդիկ, որ գնում են դեպի լույսը, աշխարհն իրանց սիրում է, մարդիկ իրանց սիրում են, դա դեպի արարիչն է, ու այդ մարդիկ իրանց պաշտպանիչ ուժը լույսի կողքը, գեղեցիկը, լավը, գրագետի կողքը, բարի կողքը միշտ չարը պատտվում է։ Այդտեղ հարկավոր չի, որ գնա այդ մարդը ինչ որ բաներ անի, ինձ ասի ֆշֆշ մի ասա, չեմ կարա չասեմ։ Այլ իր միակ պաշտպանիչ ուժը դա աստվածային սերն է։ Համաձայն եմ։ Որտեղ Աստծո դեմ ոչինչ չկա անող, այս Աստված, այն կողմ ինչ կարաս Աստծուց, այն կողմ ինչ ասես, ինչ կա, այդ աստվածային սերն է միայն այդ մարդուն պահում, որ իրան ոչ մի թուղթ ու գրեր, անեծքներ, չար բաներ չի կպնելու։ Վախենալ հարկավոր չէ, միայն հարկավոր է լինել բարի, որը վերացել է մարդկանց մոտից։ Այ ասում եմ, շքերթի համար ասում հացի ավտոն ներկել են, բերել են ցույց են տալի։ Դա էդի մեր ազգի մեջ միշտ էլ եղել է, ինչ որ մի հատ թեթև բիծ գտնեն ու սկսեն այդ բիծը փնովել, անդադ հա խոսան դրա մասին։ Տոնածառը փոխեցին, այդ թեման էին խոսում, ինչ ասես չէին։ Աչքը կան մարդիկ, ովքեր միայն բացասական էներգիայով են ծնվում։ Չարը արարիչին չի կարող հակառակվել։ Ես այստեղ մի բան ուզում եմ ասեմ անպայման այդ քո գործիքներ եմ համարում տարան կարտերը, որ նայեք, այս մեր հաղորդումների հիմա մի քիչ սսկվել են, որտեղ ես պատասխանում եմ արդեն։ Լավ պատասխանում եմ, ճակատներին խփում եմ։ Աստծուն թողել եք, ընկել եք ինչերի հետ եք գուշակ, նախ աստղաբանությունը այդքան չի կարելի ասել, դունդուկներ, դա գիտություն է, դա գուշակության հետ հեչ կապ չունի։ Տարոլոգիան էլ, ինքը լուրջ կարտեր է սրանք, մինչև անգամ վտանգավոր կարտեր են, բայց ամեն կարտը ձերքին բռնող, նա չի կարա տարոլոգ համարվի։ Ու շատ բաներ սուտ է, ու խառնում են, ու դեսինֆորմացիաներ անգրագիտությամբ լծված ամբողջ մեր YouTube-ը։ Այո, համացանց։ Հիմա դրսում անում են, եկեք մենք իրանց հետ գործ չունենանք, մենք մեր մասին ենք խոսում։ Եթե մի բանը սրանք արդեն սկսել են շատ հասարակ ու էժան վաճառել, դու կարող ես պատվիրել, կարտերը կա ամեն ձևի, միջև անգամ սեքսուալ կարտել էլ կա դրանցից, էլի նստում են նայում տարոլոգիայի, ու իրանք չեն կարող համարվեն իրոք մասնակետ տարոլոգ։ Հիմա մի բան, կներես այս վերջացնեմ, որտեղ այդ հարցը շատ է ուզում ասել։ Քանի որ մեզ վհուկներ են համարում, գուշակներ են համարում, աստուտեմ զազրելի է,
դու ով ես որ կարաս ինչ որ Ալվարդին լուրջ հարցեր է տալիս այնտեղ Ալվարդն Աստված է որ իրան այտենց հարցեր է տալ ասրաշա Աստծո զավակա ինքը հավատքով մարդ է ու ես էլ ու դու էլ ու նման բարի խոսող մարդիկ բոլորս էլ Աստծուն ենք ձերքի տակ ենք ախր որը տենց իրանք լավ հավատացյալ են քրիստոնյա են խեն փնովում ինչի են իրանք մեզ քարկոծում ինչի են դատում որ դատելու իրավունքը իրանց տրված չի Դրանք մոլագարներ են, ես իրանց համարում եմ մոլագարներ։ Եթե կարծիք են ասում, ուրեմն թող ինչ-որ ոչ վիրավորական տոնով այդ կարծիքը ասեն։ Հիմա եթե ես չընդունեմ օրինակ եմ ասում Նիկոլ Փաշինյանին, ես ոչ իրան կփնովեմ, ոչ կվիրավորեմ, որովհետև ես դրա իրավունքը չունեմ։ Ինչի համար անեմ։ Պարտադի չի բոլորը սիրեն։ Բնական է։ Ով ասեց, որ բոլորը սիրեն։ Կոնկրետ մեկը ես, տեսեք, ոչ մի ուժի ոչ հետևում եմ Ոչ էլ երկրպագում եմ, ոչ էլ կողմ եմ։ Всё։ Ոչ մեկին։ Դա քո իրավունքն է, բայց չես էլ չարախոսում։ Չեմ էլ չարախոսում։ Վերջ։ Հիմա ես այս մոլագարներին եմ ուզում ասեմ, դուք մոլագարներ, որ ամբողջ օրը եկեղեցու պատեր եք պատչում իբր ճակերտավոր ինձ էր գիրք հանդատես աղոթքի վիճակը։ Իրանք որևիցե մեկի մատից փուշանել են։ Իհարկե ոչ։ Իրանք ինչ որ մի լավ բան դուք արել եք, եթե դուք աստղաբանությունը կամ տարոլոգիան կարակ վհուկություն, չարություն, կուշակություն էժանագին համարեք, ես իմ աշխատանքով կարողացել եմ մարդկանց օգնել, շատ հարցերում օգնել։ Պետք չի որ ես ինձ բարձրացնեմ։ Իրոք շատ եմ օգնել ու ես անընդհատ շնորհակալություններ եմ ստանում։ Երբ որ փողոցում ինձ տեսնում են հերվից գալիս են ու գրկում են ու համբյուրում են, ինձ համար ամեն ինչա, բայց ոչ թե երկու ճղճի մի սահմանափակ ուղեղով, որ ընտեղից էլ էս շարլատանին կանչի։ Հա շարլատան եմ, թող քեզ կամ փողոցում գրկեն ու ուզենան նկարվեն։ Բայց ինձ է տանում են այտենց։ Ու քեզ էլ շատ հավանում են, որտեվ ինձ շատ գրեցի, որ ինչքան բարի, զուսպ դաստիարակված տղա է, ու ճիշտ բաներ շատ է Ես շնորհակալ եմ այդ մարդկանց ու գիտեք ինչ կա, մենք չենք եկել այս աշխարհ, որ ուրիշի կարծիքներով ապրենք։ Մենք եկել ենք այս աշխարհ, Աստծո կողմից տրված աշխարհ, մեզ տրված փորձությունը, մեզ տրված դժվարությունը, ուրախությունը անցնենք ու գնանք առաջ։ Փնովում են շատ բաներ ու ես ինքս էլ եմ նայում տեսնում ով ասես տարու է նայում, ով ասես նայում ով խոսում է Իմ համար դա զզվելի է, ես ասում եմ մասնագետ չեմ, երբեք իմ ձեռքս չեմ վերցնի, քիթս այդտեղ չեմ մտցնի, որտեղ չեմ, բայց թորյան ես գիտեմ, ես ամեն ինչն էլ այդ մոգությունել եմ կարդացել, ուսումնասիրել եմ, ասի չէ պապյուս եմ ուսումնասիրել, բայց ամեն ինչ եմ ուսումնասիրել, էզոտերիկան էլ Բայց ես իմ ձեռքս երբեք կարդ ոչ կյանքում վերցրել եմ, ոչ էլ կվերցնեմ, որտեղ չեմ հասկանում։ Մի բանը, որ իմս չի, որովհետև աստղաբանություն ինձ հերիք է։ Ինքը ծավալուն է շատ, այնքան խորացված, այնքան ճյուղեր ունի, ամեն ինչի։ Ես միշտ ուզեցել եմ կրիմինալ աստղաբանությամբ զբաղվել, ինձ իմ ընկերուհին չի թողել էլի աստղաբան, որը Հայաստանում չի ապրում, իհարկե, որտեղ ինքը վտանգավոր է շատ։ Իրոք վտանգավոր է, ու շատ լուրջ է։ Այո։ Իսկ հիմա ուզում եմ որ դու տարոլոգիայի մասին ինչ-որ մի բան ասես։ Նախ տարոն ինքը բավական հին գիտելիք է, ինքը ուղղակի սովորական ինչ-որ թղթի կտոր չի։ Տարոյի քարտերի պատկերները վերցված են իրական պատկերներից, իրական դեպքերի վրա, ամեն մի քարտ իր մեջ պարունակում է շատ մեծ ուժ ու էներգիա։ Տարոն եկել է Եգիպտոսի քրմերից շատ հին ժամանակահատվածներում, ինքը նոր չի ի հայտ եկել մեր մարդկանց մեջ։ Հիմա տարոնը ահա որ արժե զրկվել է ինչի համար, որովհետև ով ասեց ձեռքը վերցնում է տարոյի քարտեր, անգամ 15 տարեկան, 16 տարեկան անչափահաս երեխեքը վերցնում են տարոյի քարտերը ու սկսում են ինչ-որ կանխատեսումներ անել, զուտ շահից ելնելով գումար աշխատելու համար։ Բայց դուք ախր չեք գիտակցում, որ ինքը նախ ռիսկային գործիք է, եթե դուք ամուսնացած չեք, ձեր մոտ կարող է անպտղություն Կարակ ձեռք բերեք հիվանդություններ, կարա ընտանիքում առաջանա շատ մեծ խնդիրներ, վեճեր, անգամ բաժանումներ կարա լինի, որովհետև ինքը լուրջ գործիք է համարվում։ Տարոն ունի էգրեգոր։ Ինֆորմացիայի մեծ մասը գալիս է հենց այդ էներգիայից մեզ։ Եթե դու սխալ ես օգտագործում, այդ էգրեգորը քեզ հարվածում է։ Ինչ լավ ասեցիր։ Ես չեմ ասում, որ ոչ մեկդ մի վերցրեք, վերցնում եք, ուսումնասիրեք, դարձեք գրագետ, մասնագետ, ինչքան ուզում եք աշխատեք, ես մենակ ուրախ կլինեմ դրա համար։ Եթե մեր Հայաստանում լինի լավ մասնագետ, ես կյանքում ոչ կփնովեմ, ոչ էլ իրան վատ բան կասեմ, հակառակը կուրախանամ, որ մենք ունենք լավ մասնագետ։
Հասկանա։ Հիմա ես քեզ ուզում եմ հարց տամ։ Դու արդեն բավականին խորացել ես ու ես քանի անգամ փորձել եմ ու այն մարդկանց ովքեր որ հաղորդումից հետո ինձ համար ուզեցին դիմել են քեզ ու բոլոր իրոք շնորհակալ են բոլորը ես չեմ հիշում մեկը որ իմ իհարկե ճանաչած մարդկանցից որտեվ իրանք ինձ շնորհակալություն են հայտնել Դե ես իմ ուժերի չափով այդ մարդկանց փորձում եմ ինֆորմացիա տամ, փորձում եմ իմ ուժերի չափով օգնել, որովհետև ես Աստված չեմ, ես ամենաուժեղ մասնագետը չեմ, ես դեռ աճելու, զարգանալու շատ տեղ ունեմ։ Դրա համար պետքա լիքը տարիներ։ Էդ է ուզում ասել։ Դու կարող ես աշակերտ պահել։ Հիմա ոչ։ Աշակերտ ունենալ։ Ոչ։ Ինչի համար։ Ես աշակերտ կպահեմ այն ժամանակ, երբ որ կունենամ 15-ից մինչև 25 տարվա փորձ։ Իսկ ես այս ոլորտում ունեմ արդեն 6 տարվա փորձ։ Ես այնքան գիտելիք պետքա հավաքեմ։ Դա շատ քիչ է։ Ես ամբողջ օվկիանոսից գիտեմ ընդհանրապես հիմա ջրի կաթիլը։ Տեսեք ինչքան բան ես պետքա սովորեմ, որ առաջ գնամ։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրանց գովում են, իրանք արդեն ստուդենտ, իրական մասնագետները չեն գովում, չեն ասում ես։ Հա, ապրես դու։ Ու մի բան էլ ասեմ, տեսեք, այդքան պետք չի ասել կախարդությունը Աստծուց չի, մոգությունը Աստծուց չի, հարգելի ժողովուրդ, դա Աստծու ստեղծածն է, Աստծու տված գիտելիքն է։ Մարդ կարա մոգությամբ զբաղվի մարդկանց վնասի, կարա մոգությամբ զբաղվի մարդկանց օգնի, դու ես որոշում, մարդուն օգնես, թե վնաս հասցնես։ Դա քո ձեռքն է։ Պետք չի այդքան վախենալ մոգությունից, փնովել այն մարդկանց, ովքեր զբաղվում են մոգությամբ։ Մոգությունը միշտ եղել է աշխարհի ստեղծված օրվանից ու կլինի մինչև աշխարհի վերջը։ Քրմերն են էլ։ Այո։ Նորմալ ես։ Ժամանակին մեր Հայաստանը, որ եղել է ծովից ծով Հայաստանը, ժամանակ մենք եղել ենք հեթանոց ժամանակաշրջանում, աստվածների ու աստվածուհիների ժամանակահատվածում ենք ապրել, հիմա չասեք մի հատ աստված կա, գիտենք, կա մի հատ Տեր արարիչ, բայց նաև եղել են ուրիշ դիցեր ու դիցուհիներ, որոնց ստեղծել է Բարձրյալը։ Ու ամեն մեկին տվել է իր դերը, մեկը առողջապահությամբ զբաղվե, մեկը բնությամբ զբաղվե, մեկը կենդանների գործով զբաղվե, մյուսը ծովերին է հետևե, որ փոթորիկներ չլինի, վատ իրավիճակներ չլինի, իրանք հիմա էլ կան ու հետևում են ամեն ինչին։ Հենց այդ ժամանակահատվածում մոգությամբ, քրմերի գիտելիքներով մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել ծովից ծով Հայաստան։ Ամբողջ աշխարհը մոգության վրա է հիմնված։ Այսօր չկա այտենց գեր զարգացած պետություն, որը չունենա իր մոգերի ահռելի մեծ բանակը։ Դրանով են իրանք պահում երկիրը։ Մեր Հայաստանում մոգեր չկա։ Մենք չունենք Հայաստանում, մեր պետությունն էլ չունի մոգերի բանակ։ Պայծառատեսը չունենք։ Մենք Հայաստանում չունենք պայծառատես, թող ոչ մեկ չասի ես պայծառատես եմ, ոչ մեկ էլ թող չնեղանա։ Պայծառատեսը չի ասում ես տեսնում եմ, ես պայծառատես եմ։ Տեսնում է ինքը լուռ ամնում, դրա մասին այդքան չի խոսում։ Երկրաշարժից Լեննականի երկրաշարժից հետո շատերը տեղ ճակերտավոր դառան պայծառատեսներ։ Գուշակներ շատ հայտնվեցին էժանագին, որովհետև ժողովուրդը տարավ ստրես։ Այո։ Իսկ ստրեսի ժամանակ բացվում է Համաձայն եմ, այո։ Ենթագիտակցությունը անսահման ու հիմնականը թմրամոլների հարբեցողների մոտ է դա լինում, իրանց մոտ բաց է։ Ու կան էլի մարդիկ, որոնց որ մոտ բաց է ենթագիտակցությունը ու իրանք պատրաստ չեն այդ բաց լինելուն, որտեղ իրանք իրական աշխարհը լավ են տեսնում։ Այդ հոգևոր աշխարհն է լավ են տեսնում։ Քանի որ իրանք պատրաստ չեն այդ տեսնելու, իրանք գժվում են։ Այո, համաձայն եմ։ Հոգեկան հիվանդների մեծ մասը, շիզոֆրենիկների մեծ մասը գժվում է նրա համար, երբ որ անսպասելի բացվում է պայծառատեսության հատկությունը։ Իրանք պատրաստ չեն։ Պայծառատեսությունը պետք է բացվի դանդաղ, աստիճանաբար, եթե միանգամից կտրուկ բացվում է, իրանք կարան անենց բաներ տենան, որին պատրաստ չեն։ Միանգամից իրանք խառնում են իրականությունը ուրիշ իրականության հետ։ Հետո այս կարևոր թեմա է։ Գյուղերում շատ կան շրջաններում այդ գուշակները։ Ու մարդիկ վազում են մոտներ մոմթափողներ կան, մաղ են պտտեցնում, ինչ են խոսում, Ես մոմթափողներին իրական, մեկ էլ մաղ պտտողներին կողմ եմ, բայց եթե իրանք լավ մասնագետներ են, որովհետև մոմթափելը ինքը էլի լուրջ գիտություն է համարվում, եթե դու իրական մասնագետ ես, կարաս դրա օգնությամբ մարդուն լիքը հարցերում օգնես։ Ես ընդունում եմ մոմթափողներին ու եթերով ասել եմ, էլի կասեմ, դա իմ տիկին Լարիսանն է, որովհետև շատ եմ ընդունում, շատ հզոր ու մաքուր ազնիվ աղոթքներ ինք ունի,
որտեղ ինքը իր մոմ թափելով եւ իր աղոթքում բավականին մարդկանց է օգնել։ Չխոսող երեխայի բերանն է բացվել, կակազողինը բացվել, չբերություն, իր աղոթքով իր մոմ թափելով, մոմ թափելն ի՞նչ է։ Դա մտնում է սպիտակ մոգության մեջ, բարի գործի մեջ է մտնում։ Էդի վնաս չի, ոչ էլ Աստված դեմ է այդ ամեն ինչին։ Եկեղեցում էլ մոմը վառում ես, էլի ամեն բանն է։ Այդ մոմ թափելը բացասական էներգիայի մաքրել է, ուրիշ բան չի, մաքրել։ Այդ մոմը ամբողջը քաշում է, վերցնում է իր վրա։ Եթե մոմ թափողը։ Ինչ վատ բան կա այդտեղ, եթե ինքը ասում, «Ոյ սատանայություն է, վայ Աստված թույլ չի տալի»։ Այդ եկեղանան է ասում, չգնաս, չի կարելի, որպեսզի ժողովուրդը բթանա։ Համաձայն եմ։ Ու իրանից կարճացլի չմոռանանք, որ Հիսուսին ով դավաճանեց ում կողմից ցնցոտեավոր անգրագետ մի հատ ժողովրդի թափորի ցնցոտեավոր, որը կողքը կանգնած են քահանաները։ Իսկ այս մարդիկ գիտեն, եթե քահանա է, ուրեմն ինքը արքա է, ինքը ճիշտ է։ Ամեն քահանա չի, որ քահանա է, ամեն պայծառատես չի, որ պայծառատես է։ Պայծառ բառը բարձ ասում ամեն ինչի մեջ դες պայծառ։ Լավ բաներ տեսնել, դրական բաներ տեսնել։ Լույսը տես, իսկ որ գնում ես ճակերտավոր պայծառատեսների մոտ, ինչ վատ բանացես կպցնում են, մահվան գիր, հիվանդություններ, ահա որ միացեն շարանա բացվում, ինչի, որ մեծ գումարներ մարդկանցից կորզեն ու իրանց լավը զգան։ Մարդկանց գումարների հաշվին իրանց ապահովեն ճոխ կյանքով։ Դե մոգությունը գումար է բերում, չգիտես։ Դե մագիան այո շատ գումար կարա բերի, մարդուն կարա հասցնի ամենաբարձր տոճկային ու կարա գցի ամենաներքև, եթե դու սխալ օգտագործեցիր, դա ամենավերևից կիջնես ամենաներքև։ Հետո այդ իրական գուշակություն ասենք, էլի ամեն ինչ իրար հետ գուշակություն է, բայց չարոտ չնայենք, պետք է 40 տարեկան անց լինի։ Համաձայն եմ։ Քեզ շուտ է, որ դու ինչ որ շատ այդպես բաներ անես, որտեվ շատ երիտասարդ ես, բայց դու պետք է արդեն դու ընտրել ես, որտեվ քո աշխատանքը հիմա դրական է։ Ես իմ չափը գիտեմ, ես գնում եմ այդ ճանապարհով։ Ես չեմ անցնում սահմանները։ Ամեն ինչ անում եմ դանդաղ, աստիճանաբար։ Կտրուկ եթե ես քայլեր անեմ, կտուժվեմ։ Այդքան երիտասարդներին խորհուրդ չի տրվում, որ իրանք տենց գուշակություններ, որտեվ ճիշտ չի լինի։ Պահիտակ ինչ որ մի բան զգալ, հիմա Սև լուսինից էլ անցած տարել կարիճում էր, շատ եկան պայծառատեսներ, գուշակներ, աստղաբաններ, ու հələ կշարունակվի դա, այնտեղ ինչ էր խորհուրդ տալի, որ մարդիկ իրեն կտեսնեն ով է ճիշտ, ով է սխալ, այդքան հիմա շատ են տարողներ, աստղաբաններ, պայծառատեսներ, չգիտեմ ինչեր, շատ են։ Մի բան էլ ասեմ, այդ շարլատանները հիմնականում իրանց սոցցանցերում սենց մեծ շարան են գրում, պայծառատես, աստղաբան, թվահոգեբան, պարահոգեբան ու տարոլոգ։ Այտենց շարան որ տենում եք, դա արդեն սուտ է, որտեվ դրանք լրիվ տարբեր բաներ է։ Տեսեք, էքստրասենսությունը ուրիշ է, մոգությունը ուրիշ է, իրանք տարբեր ճյուղեր է։ Եթե գնում եք թուղթ նայողի մոտ ասում ես էքստրասենս եմ, ուրեմն սուտ է։ Բա որ դու էքստրասենս ես, ինչ գործ ունի թուղթը քո դիմաց դրած։ Դրանք տարբեր ճանապարհներ են, տարբեր ուղղություններ են, տարբեր դպրոցներ են։ Չես կարա բերես միացնես իրար, ոնց որ աստղաբանությունը բերենք միացնենք մոգության հետ։ Դրանք տարբեր է, չէ՞, դա տարբեր գիտություն է, էսի տարբեր գիտություն։ Կան աստղաբաններ, որ մոգությամբ են զբաղվում։ Չէ, զբաղվում են, բայց չես կարա կպցնես իրար, չես կարա խառնես իրար։ Չի կա, կանթոր նա անի, կանթոր նա անի։ Եթե իրար երկուսից մեկը չի կարելի, որտեվ աստղաբանությունը մոգություն չի։ Համաձայն եմ։ Այստեղ աստվածաշնչյան ուսմունքներ կան։ Ինչքան էլ ասում ամեն ինչ աստղերի լուսնի տակ է լինում, բայց ամենից ուժեղ մարդն է իր կամքով, Տիրոջ օգնությամբ։ Անդադ էս բանը կա, բայց ուրեմն այդ մարդը իր պաշարը քիչ է, որ ինքը գնում է կարտանայում, Պրովոդը ձերքին, ասեմ, նավթոլը ձերին գնում է տներ ան, իրբեր մաքրում, մոգական բաներ անում, դա արդեն աստղաբանը չի։ Համաձայն եմ։ Դու կարող ես աստղաբանը ուսումնասիրել, իմանալ, որտեղ ձեզ մոտ այդ ինչի պետք է իմանամ աստղաբանություն, ինչ որ չափը, որտեղ երբ որ ես պետք է զբաղվեմ մոգությամբ կամ մոգությամբ ինչ որ մարդու պետք է օգնեմ, ատե հաշվարկվում է մոլորակների դիրքը, իրանց դասավորվածությունը, որ մոլորակի օրն է, եւ այլն եւ այլն։ Դրանք շատ կարեւոր են։ Ոնց որ թե հարցերը վերջացան։ Ոնց որ թե։ Այո։ Ինչա հիմնական իմ ասածը, որ ամեն տեղ ու ամեն անգամ ես դա կրկնում եմ, դա սերն է, որպեսզի մարդիկ գնան դեպի լույսի, որովհետև Աստծուց հեռացել են հատկապես 20 թվականից, այդ կորոնայից,
ամբողջ աշխարհն է, դա միայն Հայաստանին չի վերաբերում, որտեղ մարդկանց քթանցքները փակվել էր ու ավելի շատ նյութականին է, մատերիալ աշխարհն է։ Հիմա էլ Պլուտոնը գտնվում է ջրհոս համաստեղությունում, այդտենց մարմնականն է։ Բայց տալիս է նաև գիտելիք։ Ինչքան կարա մարդ հիմա հուլիսի վերջերից լուսնային հանգույցը դուրս կկարծակից արդեն կլինի ջրհոս, որ ով իր կոշկակարես, խորացի քո կոշկակարության մեջ, հաց թուխես, խորացի քո, տես ինչպես են, բայց նես չանես, որ քո ալյուրը կեղծ լինի, վիտամիններ, կեղտոտ, մեղտոտ, արհեստական քիմիա, ամեն ինչ պետք է հիմա գնա բնական, քանի որ 27 թիվը կույսն է, դա բնական է, Յուպիտերը կույսում է, ամեն ինչը բնական, ամեն ինչը հողին է, ավելի շատ լավ է սեփական տներ կառուցել, որ դուռը բացես այգի լինի, որ ոտքդ կպնի հողին ու խոտին, բնական բաներ պիտի, այդքան բարձրանք շենքեր, այդքան ճիշտ չեն, բայց սարքում են, ախր չեն իմանում, այնքան բան կա, որ ժողովուրդը չգիտի։ Ես անցած հաղորդման ասել եմ, հիմա էլ եմ ասում, ես շատ կուզենա, եւ ճիշտ կլիներ, որ մեր ղեկավարությունը ակուլտիզմ ուսումնասիրի, որտեղ այնքան ճյուղեր կա, այնքան ճիշտ է, որտեղ երկրի շատ հզոր երկրների ղեկավարներ եւ ուսումնասիրում են եւ ունեն իրանց եւ մոգերը եւ աստղաբանները եւ էքստրասենսները ամեն ինչ էլ ունեն ու շարժում են, բայց այսպեսի մի բաներ կար, Ստալին ինքն էլ էր զբաղվում այդտեղ։ Հետո ինձ հարց են տալի, հա, սա ուներ, բա ինչի՞ իրա վատ եղավ, եթե ուներ, չէ՞ որ Ստալինին էլ էին ասում, ես չանեցի, Գյուրջիևը, իրանք չլսեցին, որտեվ իրանք չեն լսում, որտեվ ինքը ղեկավարը, այս ղեկավարը միշտ լնում է ամբարտավան։ Ինչ էլ ուզում ես ամբարտավանությունը կա իր մեջ, որտեվ իրանք ամեն ինչ գիտեն։ Այդտեղ է, եթե ղեկավարը լսի իր աստղաբանին, գրագետ աստղաբանին, այդ երկերը լավ վիճակի մեջ կլինի, գիտի երբ գնա պայմանագիր կնքի։ Վերջացնենք արդեն, թող ընտրությունները բարի խաղաղ անցնեն, ինչ անում եք, լսեք ձեր սրտի ձայնի, որտև սիրտը դա սերն է, սիրտը չի խաբում երբեք, ուղեղը մեկ խաբում է, որտև սահմանափակ է գիտակցությունը։ Լսեք ձեր սրտի ձայնին, ձեր երեխեքը սիրով բերեք, ջահել զույգերը ամուսինները սիրով մտեք, սիրով մերձեցեք, որ ձեր պտուղը սիրով պտուղ համարվի, որ հիվանդոտ չլինի ու իմիջալուց այս տարի օգոստոսից արդեն չնայած խավարումներ կա, բոլոր ծնված երեխաները տաղանդավոր ու լավն են լինելու, հրաշք երեխեք են լինելու, ուղեղի առումով ու հիմա արդեն շատ բեմ են դուրս գալու, այսինքն ճանաչվելու։ Ավելի երևացող կլինեն։ Այնպես որ դրական բաներ շատ կլինեն, եկեք վատը ջնջեք, մենակ էլ եմ ձեզ խնդրանքով հատկապես տղաներին եմ ասում, միջև գոնե 40-42 տարեկան, 27-29-ից միջև 32 տարեկան մի քիչ վտանգավոր տարիք է, այդ թափորի մեջ չմտնեք, որ խնդիրներ չլինի։ Եթե միտեղ տեսնում եք, դու այս կոմական ես, դու այն կոմական ես, քո գործը չի բերանդ փակեր իսկում։ Դու ինձ կամք մի թելադրի, մի կամք թելադրի, Սատուրն մոլորակը խոյում անեց հարված է տալու, հենց գլխին է խփելու, աչքերին է խփելու, այս մասն է ամբողջ։ Դե ցավոք սրտի մենք կլսենք այդպես դեպքեր։ Ես դրանից շատ եմ անանք ստանում ու չեմ ուզում ամեն անգամ այդ բանը կրկնել, որտեղ հոգնում եմ արդեն վրա շատ ազդում է, որ մի տղայի տեսնում եմ ինչ որ մի վատ բան եղավ, վրես ազդում, ասում եմ վայ դրա մաման։ Հիմա իր մաման ինչ եղավ արդեն։ Մի թողեք, որ ձեր մամաները տանջվեն ու լաց լինեն, ձեզ ճիշտ պահեք ու քթներդ մի մցրեք ընտեղ ու մի քիչ առողջ մտածեք, գնացեք այն մարդու հետևից, որ արել է արդյունք, անցածը հետ չի գալու, ժողովուրդ ջան, հասկացեք, անցյալը իր անցյալը արդեն ապրել է, եթե լավ լիներ, կաներ ամեն ինչը։ Ու այն 18 թվականին էր, երբ էր մի ամբողջ ժողովուրդ չէր լծվի հրապարակը, իրար չէին ողջակուրվի, իրար այդքան չէին կրկի, չեն հուզվի, եթե անցյալը լավը լիներ։ Ու հերիք ասեք խաբեցիք, դուք ինքներդ խաբնվում եք։ Աստված մեր ազգի հետ
Թո ինչը որ դու հիմա ասեցիր, դրական բաներ ասեցիր, զինանշան կլինի, սահման կլինի, պատերազմ կլինի, ռուս կլինի, ամեն ինչ իրական էր, ճիշտ էր ու շնորհակալ եմ, թող այդպես է լինի, ինչը որ լավ է։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսքան